Ողջույն սիրելի եկեղեցի, եկեք տերունական հայր մեր աղոթքով բացենք մեր այսօրվա ծառայությունը։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի անունը քո, գա քո արքայությունը, քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր, եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք թողում մեր պարտապաններին, եւ մի տանիր մեզ փորձության, այլ ազատիր մեզ չարից, որովհետեւ քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս, ամեն։ Ինչ կանգնած ենք Տիրոջ ներկայության մեջ, կարդանք Աստվածաշնչից մի հատված։ Առաջի Հովհաննես 4:21 խոսքը։ Եվ այս պատվիրանը ունեմ նրանց, թե նա որ Աստծուն սիրում է, իր եղբորն էլ սիրի։ Այսպես է ասում Աստծո խոսքը։ Սիրելի քույրեր, եղբայրներ, իմ ձեռքերի մեջ մեր կարիքներն է, մեր շնորհակալության խոսքերն է, եւ հիմա եկեք մտովի միանանք մեր on-line դիտողներին եմ, համացանցով դիտողներին եմ հիմա ասում եկեք միանանք իրար հետ եւ մեր կարիքները մեր Տիրոջը հանձնենք, որպեսզի մեր ամենակարող Տերը իր հրաշքները կատարի մեր կյանքերում։ Եկեք միաբանվենք։ Տեր, քո ձեռքերի մեջ ենք հանձնում Հայր Աստված այս մեր բոլորիս կարիքները, Տեր։ Մենք գիտենք, մենք հավատում ենք, Հայր, որ ամեն ինչ քո սուրբ զորավոր ձեռքերի մեջ է, Հայր։ Գիտենք, որ Տեր Աստված, դու միշտ լսում ես, Տեր։ Ոչ մի անգամ Տեր իմ Աստված քո երեսը չես տաքսնում, այլ ընդհակառակը, Տեր։ Տեսնում ես մեր կարիքները, Տեր, եւ կատարում ես այն, Հայր։ Մենք շնորհակալություն ենք հայտնում, Տեր։ Արդեն իսկ շնորհակալություն ենք հայտնում այս կարիքների համար, Տեր։ Մենք հավատում ենք, որ այս կատարվել է արդեն, Տեր, քո սուրբ ձեռքերով, քո հզոր բազուկով, Հայր։ Մեր շնորհակալության խոսքերն ենք հայտնում, Տեր։ Գիտենք, որ մեր Աստված, մենք ունենք քեզ մեր կյանքում եւ մեզ համար անհնարին ոչինչ չկա, Տեր։ Մենք խնդրում ենք զորավոր սքանչելի Աստված, արի քո սուրբ հզոր ներկայությունովդ այս բոլոր կարիքների վրա, Տեր։ Լցրու քո զորությունովդ, Տեր։ Թող ամեն մի կարիք, Տեր, ամեն մի կարիք թող քո ձեռքերի տակ, Տեր, փշրվի, Տեր, եւ գա քո սուրբ զորավոր հաղթանակը, Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք եւ կրկին անգամ շնորհակալ ենք քեզանից, Տեր իմ Աստված։ Հայր, նույնպես քո արժև ենք բերում մեր Հայաստան աշխարհը, Հայր։ Մի երկիր, Տեր, որ դու հազարամյակներ շարունակ պահել, պաշտպանել ես, Տեր, եւ այսօր էլ զորացնում ես, Տեր, եւ այսօր էլ օրհնում ես, Տեր, եւ այսօր էլ քո տեսնում ենք քո ձեռքը, Տեր, մեր երկրի վրա, Տեր, եւ այսօր էլ տեսնում ենք քո օրհնությունները մեր երկրի վրա, Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք քեզանից, Հայր։ Շնորհակալ ենք, Տեր իմ Աստված, որ չես անտեսում մեր երկիրը, Տեր, եւ զորացնում ես, Տեր։ Խնդրում ենք, Տեր, քո հրեղեն սահմանները կարգես մեր երկրի վրա, Տեր։ Քո ապաշխարության հոգին թափես մեր երկրի վրա, Տեր իմ Աստված, որ ամեն մի ծունկ ծնկի գա քո առաջ, Տեր, ամեն մի սիրտ բացի իր դռները քո առջև, Տեր, ողորմած Աստված, քո խոսքը տարածվի ամբողջ գյուղաքաղաքներում, ամեն վայրերում, Տեր, որ քո բարի լուրը տարածվի, Տեր, որ ամենքը, Տեր, տեսնեն քո սերը, քո խաղաղությունը միմյանց նկատմամբ, Տեր իմ Աստված, դարձրու ապաստանի երկիր, Տեր, ապաստանի երկիր ամեն ազգերի համար, Տեր, ով էլ գա մեր երկիր, Տեր, այնտեղ տեսնի քեզ, քո սերը, քո ներկայությունը ու քո խաղաղությունը, Հայր իմ Աստված։ Շնորհակալ ենք, Տեր, մենք հավատում ենք քեզ եւ գիտենք, որ դու ես Տերը մեր երկրի, դու ես Տերը մեր հայազգի, Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Եվ նույնպես, Տեր, քո առաջ ենք բերում այս երկիրը, Ռուսաստան երկիրը, Տեր։ Խնդրում ենք, Տեր, նույնպես, Տեր, քո ներկայությունը, քո պահապանությունը, Տեր, քանդես, Տեր, իմ չարի բոլոր կապանքները, Տեր, չարի բոլոր ворչերը քանդես, Տեր, եւ բարձրացնես քո եկեղեցիները, Տեր, քո ճշմարիտ եկեղեցիները։ Թող գա խաղաղությունը այս երկրի վրա, Տեր։ Թող քո լույսը ծագի, Տեր, մարդկանց սրտերի մեջ, Տեր։ Բարձրացրու, Տեր, բարձրացրու քո ծառայողներին այս երկրի մեջ էլ, Տեր։ Մենք շնորհակալ ենք, Տեր, որ այս երկրի մեջ դու ես, օրհնել ես, օրհնում ես, Տեր, եւ կօրհնես։ Փառք ու պատիվը միայն եւ միայն քեզ լինի, Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք, Տեր։ Շնորհակալ ենք քո մեծ սիրո համար։ Քո զորավոր մեծ սիրո տոր ներկայությանդ համար, Տեր։ Փառավորվի քո սուրբ անունը, Տեր։ Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի։ Հալելույա, ամեն։ Սիրելիս, մենք ինչ-որ աստվածիկների չենք ծառայում, մենք մեծ Աստծուն ենք ծառայում, ամեն։ Հենց որ խնդրեմ մի հատ Հենց են քո են տրադիցիոն ժպտերես դեմքով կողքին տածես մեծ է մեր Աստված ու կարող ես նստել։ Տերը օրհնի ձեզ, մեր Աստված մեծ է։
Փառք Աստծուն։ Սիրելի քույրիկներ ջան, թե մեզ համացանցով նայող տեքստը գտնվող ձեր բոլորի տոնը շնորհավոր սենց ասած։ Ճիշտ է, այդ տոնը կոմունիստական հորինվածք է, բայց գիտեք ինչ կա, քույրիկների ներկա գտնվելը մեր համար ամեն օր է տոն։ Դրա համար ամեն օր կարանք շնորհավոր ենք։ Աստված օրհնի ձեզ։ Դուք շատ լավն եք, մեզ ձեզանով շատ օրհնված ենք։ Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար, սիրելիներս։ Դուք ծաղկացնում եք մեր տղամարդկանց այդ մթնոլորտը։ Ես մի ընկեր ունեմ, ուրեմն իրանք իր այդ հիմնարկում, որտեղ ինքը աշխատում է, ինքն է ղեկավարը, մի քանի հոգի են, բայց բոլորը տղաներ էին։ Անենց մի տեսակ մթնոլորտ էր։ Հետո երկու աղջիկ ընդունեցին այդ հիմնարկ։ Գիտեք, մտա ու մի անգամից մթնոլորտը լրիվ ուրիշ էր դարել։ Այդ փոքր երիտասարդ աղջիկներ, էլի 17-18 տարեկան շուրեք մակի ասում երեխեք, շնորհակալություն, որ դուք եկել եք, ես դախերը ստեղ մենակ էին, այնքան տհաճ էր այս մթնոլորտը։ Նենց որ քուրիկներ ջան, առանց ձեզ իրականում մթնոլորտը այդքան էլ հաճելի չի։ Աստված օրհնի ձեզ, շատ շնորհակալություն։ Դուք պատկերացնում եք, ստեղ մենակ եղբայրներով նստած լինեինք։ Ոչ մեկ չի ուզում, չէ՞, պատկերացնի։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն, որ իհարկե չեմ ուզում մեր եղբայրներին մի քիչ ինչ որ այսօր իրանց օրնա դրա համար եմ ասում, էլի մի մտածեք ձեր մասին վատ կարծիք ունեմ, սիրելիներս, չէ։ Մենք բոլորս էլ Տիրոջ մեջ օրհնված ենք, բոլորս էլ մեկից մյուսին լրացնում ենք։ Աստված օրհնի ձեզ, այսօր ձեր օրնա ձեզ եմ գովում, չնայած մեր օրը ոչ մեկ չի հիշում, որ մեզ գովի, ասեմ, հա։ Փաստը մնում է փաստ, բայց դե ինչ որ է, Աստված օրհնի ձեզ։ Տիրոջ օրհնությունը ամեն մեկիդ հետ լինի։ Շնորհակալություն, որ դուք կաս։ Փառք Աստծուն։ Հովհաննես ավետարան 15-րդ գլուխ 16 խոսքից ուզում եմ կարդամ Հիսուսի խոսքերն է։ Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ընտրեցի ձեզ, եւ ձեզ դրեցի, որ դուք գնաք եւ պտուղ բերեք։ Եվ ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ իմ հորից խնդրեք, իմ անունով տա ձեզ։ Տեսեք, Հիսուս ինչ որ հետաքրքիր բան է ասում, ես ընտրել եմ ձեզ, որ ինչ որ գործողություն անեք, ինչ որ գործընթացի մեջ մտցնեմ։ Ասում եմ գնաք, պտուղ բերեք։ Այսօր ես ուզում եմ հենց այդ պտուղից մի քիչ խոսալ եւ կկարդամ Գաղատացիս թուղթը։ Գաղատացիս 5-րդ գլխում Պողոսը համեմատական է բերում բարի ու չարի մեջ համեմատական է դնում եւ տեսեք ինչ է ասում։ Գաղատացիս 5:19 ասում է հայտնի են մարմնի գործերը, որ են շնություն, պոռնկություն, պղծություն, գիճություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպառակություններ, բաժանմունքներ։ Տեսեք, ես մարմնի գործերն ասախ թվարկում։ Չար նայվածքներ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ եւ ինչ որ սրանց նման են։ Պատկերացնում եք, ասես մեծ մեղքերի ցուցակ է Պողոսը ներկայացնում, բայց գիտեք ինչն է հետաքրքիր։ Այդ մեղքերի ցուցակից քրիստոնյաները շատ հաճախ օգտվում են։ Հա, հետաքրքիր բան է ասում, ինքը ասում հայտնի են մարմնի գործերը ու ցուցակ է ներկայացնում մեղքերի, օրինակ նախանց, բարկություն, չար նայվածք, հարբեցողություն, անառակություն, կռապաշտություն, կռիվներ։ Տեսեք, նես բաներ ասում, որ քրիստոնյաները շատ հաճախ օգտվում են, բայց ուղղակի չի ասում, էլի այս ցուցակը, որ նայեք ինչ ասում է այս ցուցակի մեջ գտնվող մարդիկ ինչ որ բանից կարան զրկվեն։ Ու գիտեք, հաջորդ խոսքի մեջ ասում է ինչից կարան զրկվեն, ես կարդամ շարունակությունը 21 խոսքը, որ ասում է, որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպես էլ առաջուց ասում էի, թե այսպիսի բաներ գործողները Աստծո արքայություն չեն ժառանգի։ Այսինքն, եթե այս բառերը հետ տանեմ 20-րդ խոսքի մեջ, սենց դուրս կգա, նախանձները Աստծո արքայություն չեն մտնի։ Կռիվ անողները Աստծո արքայություն չեն մտնի։ Դե շնություն անողները չենք է խոսում, ոչ թե չեն մտնի, սկի դուրը չեն տենա մուտքի։ Հա, շատ մեկ մանավանդ երիտասարդները տունտունիկ են խաղում, գիտեն Աստված ներող հայր է ու իրանց ամեն ինչ կարելի է։ Տեսեք ինչ ասում, այսպիսի անողները Աստծո արքայություն ոչ թե չեն մտնի, ասում է չեն ժառանգի։ Այսինքն այն ժառանգությունը, որ Աստված իմ ու քո համար պատրաստել է, ամեն մեկիս համար կա ժառանգություն, երկնային արքայությունը։ Ասում է այս բանանողները չեն ժառանգի։ Ու հաջորդ խոսքից արդեն անցնում է
բարի կողմը։ Ասում հոգու պտուղի մասին եմ այսօր մի քիչ խոսալու, ասում իսկ հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն։ Այսպիսիների դեմ օրենք չկա։ Պատկերացրեք այն մի թիմը ասում մնացին առանց ժառանգություն, այս նորվա կարդասացներին ասում սրանց համար սրանք ազատվել են ամեն կապանքից։ Իրանց համար օրենք չկա։ Հələ պատկերացնում ես, մի հատ պատկերացրու, դու ապրես մի երկրում, որ քո համար օրենք չկա։ Ասենք կարաս մտնես բանկ, ինչքան ուզում ես գումար վերցնես, ոչ մեկ չի կարող ասի քեզ վերցնում։ Խանութից ինչ ուզում ես կարաս վերցնես, օրենք չկա քո համար։ Դրված օրենքները քեզ չի վերաբերվում։ Դու օրենքից դուրս ես։ Հիմա մի քանի հոգի լիքը բան երազեցին, չէ՞։ Գիտեք, պատահական չի ասում այսպեսի ապրողների համար օրենք չկա։ Այսինքն այն ինչ որ օրենքը բերել է մարդկանց կյանքեր, այդ արգելքները, խնդիրները, անեծքները, այդ ամեն ինչ իրար հետ վերցրած, այս մարդկանց կյանքում դա չի գործում։ Իհարկե չեմ ուզում հիմա գնաս վաղը խանութից ինչ ուզես վերցնես, դրա մասին չի խոսքը։ Մենք ամբողջը երկնայինի մասին է։ Բայց իրականությունը կայանում է նրանում, որ նրանք ժառանգությունից ազատ զրկվեցին, սրանց համար էլ կապանք չկա, արգելք չկա։ Այսպիսիների համար օրենք չկա։ Եվ ես ուզում եմ այսօր խոսամ այնպիսիների ու այսպիսիների մասին մի քիչ, հա։ Համեմատությունը մենք հասկանանք, եթե մի քիչ իրական հասկանում ենք համեմատությունը մեր ամեն մի քայլի վրա սկսում ենք ուշադրություն դարձնել։ Տեսեք, ինչ է ասում Պողոս առաքյալը մարմնի գործերի ու հոգու պտուղի մասին, որովհետև ստեղ ես որ նոր կարդացի, հետաքրքիր էր, ասում էր մարմնի գործերն են սա, վատ բաները, բայց հոգու պտուղն է սա։ Հիմա տեսեք ինչ է ասում Պողոս առաքյալը Հռոմեացիս թղթում։ Այնպես էլ եղբայրներ, դուք Քրիստոսի մարմնով մեռաք օրենքին, որ ուրիշի լինեք, նրան որ մերների միջից հարություն է առել, որ պտուղ բերեք Աստծուն։ Ինձ ու քեզ ասում է Պողոսը հստակ, դուք այս աշխարհի համար մեռել եք, ձեր գործը ինչ որ բան բերելն է, ուր բերել, պտուղ բերեք Աստծուն։ Այսինքն իմ ու քո գործը գիտես որն է, մեր կյանքում միշտ ամենօրյա գործընթաց է։ Հիսուսն ասաց, ձեզ ընտրել եմ, որ գնաք ու պտուղ բերեք։ Ստեղ էլ շեշտում է ասում Պողոսը, որ պտուղ բերեք Աստծուն։ Բայց դրանով չի սահմանափակվում։ Միանգամից հաջորդ խոսքի մեջ գիտեք ինչ ասում, որովհետև քանի որ մարմնով եք, մեղքերի կիրքերը, որ օրենքում էին, զորանում էին ձեր անդամներում, որ մենք պտուղ բերենք մահին։ Պատկերացնում եք հաջորդ խոսքի մեջ, ասում է առաջ մենք պտուղ էինք բերում մահին, հիմա մեր նպատակն է պտուղ բերենք Աստծուն։ Ես այսօր այդ պտուղի մասին եմ խոսում։ Գիտես, երբ որ պտուղը հասունանում է, պիտի տանես պատվիրատուի մոտ։ Պիտի տանես պատվիրատուի մոտ ու իմ մոտ մի հատ լավ պտուղ կա, տեսեք պահկվել էր։ Ծառայության վերջում կարաս գաս հյուրասիրվես, հիմա չեմ տա։ Հա։ Նայեք, սա պտուղ է, ես կդնեմ իր տեղը, իր ամանը, բայց իրան կվերցնեմ իմ մոտ։ Նայեք, սա պտուղ է։ Ինքը արդեն հասունացել է։ Այս սարքել են, պատրաստել են, որ ինչ անեն, որ տան պատվիրատուին, որ ինչ անի, որ ըմբոշխնի, չէ, որ օգտագործի։ Հիմա այս դու ես, ես ու դու ենք։ Ես ու դու ենք։ Հիմա տես, ինչ է տեղի ունենում։ 4-րդ խոսքում ասում է պտուղ բերեք Աստծուն, 5-րդ խոսքում ասում է պտուղ բերեք մահին։ Հիմա այս ինչ որ մի հարցում որ պտուղ է, չէ, պոկվում է մի հատ հատիկը։ Գիտեք ինչ է տեղի ունենում։ Դու պիտի արդեն հասկանաս ինչ ես հասունացրել ու ուր ես տանելու, բերելու ես սատանային պտուղ բերեք մահին, ասում է, թե պտուղ բերես Աստծուն։ Որոշողը ես ու դու ենք, բայց մի բան ասեմ կարևոր, քո ամբողջ կյանքում սա ձեռդ է ու այս երկու ամանը կա։ Ամբողջ կյանքում մի մտածի, որ Հիսուսին ընդունեցիր, այս այն ամանը փակվել է։ Սատանան էլ քո հետ կապ չունի։ Այս առաջարկը սատանայի մոտ միշտ կա։
Ես հատուկ տեսեք Աստծո ամանա ավելի մեծ եմ դրել, չէ՞, մերոնքականա։ Ես ավելի փոքր եմ դրել, բայց մեկը ինքը կա։ Մեկը քրիստոնեայի կյանքում ինքը կա։ Գիտես, ինչքան դու մոտենում ես Տիրոջը, այնի մեծանում է, այնի փոքրանում է։ Ինչքան դու մոտենում ես, բայց այդ ամանը մինչև կյանքի վերջ լինելու է։ Դու ում ես պտուղ բերում։ Եվ այսօրվա խոսքը ես վերնագրել եմ սենց. բերել եմ։ Գիտես, ես ու դու միշտ էլ բերում ենք։ Հարցը նրա մեջ է, թե ում ենք բերելու, հա։ Ու այսօր խոսալու եմ, ստեղ շեշտում է հոգու 9 պտուղի մասին, Պողոս Առաքյալը, 9 պտուղ, որը որ կազմում են գեղեցիկ հոգու այդ խաղողի ողկույզը, որը ես ցույց տվեցի։ Ու առաջինը, տեսեք, մի անգամ էլ կարդամ, ասում եմ, բայց հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն։ Այսպիսիների դեմ օրենք չկա։ Առաջին ասում է սեր։ Գիտես ինչ է նշանակում հոգու պտուղ սեր։ Սա այն, դեսեք, սա այն սերը չի, որ միանգամից Աստծուց գալիս է քո մեջ մարդկանց հանդեպ։ Օրինակ ես նորը ապաշխարը սիրով լցվել էի, բոլորին սիրում էի։ Սա այդ սերը չի, սա գիտես որ սերն է, որ քո մեջ գնալով զարգացնում ես, որ անկախ ամեն ինչից մարդկանց սիրես։ Հա, մարդկանց գիտես ինչ, ես իմ այս 50-նանց կյանքի մեջ ես կարամ ասեմ, երևի մինիմումը 50 անգամ ավելի շատ պատճառ ունեմ մարդկանց չսիրելու, քան թե սիրելու։ Մինիմումը 50 անգամ։ Հա, մարդը ինքը իրանով սիրելու բան չի, կներես, որ սենց եմ ասում։ Հա, մարդ արարածը ինքը իրանով մեկին դառնացնում է, մեկին ցավացնում է, միտեղ քեզ արհամարում է, իրան պետք է հետդ լավապետ չես ինչ ուզի կանի, իրանից թուլեղար վրայովդ կանցնի։ Մարդ արարածը լավ գիտես ինչ է իրանից ներկայացնում։ Հա, բայց հարցը գիտես ինչի մեջ է։ Տեսեք, երբ որ դու հոգու պտուղ սերը զարգացնում ես, դա կապված չի մարդուց։ Դա քեզանից է կախված։ Դու մարդուն սկսում ես սիրել անկախ ամեն ինչից։ Խոսքը նրա մասին չի, որ մարդը, չգիտեմ, ինչ ասում է քո հանդեպ անում է, դու հա գնում իրան փաթաթում ես, ասում ես ես քեզ սիրում եմ, չէ, սիրելիս։ Եթե մարդը քո հանդեպ ճիշտ չի պահում, ինքը արժանի չի արգանքի։ Բայց սիրել դու իրան պարտավոր ես, հա։ Արժանի չի վերաբերմունքի, պարտադիր չի դու անպայման ամեն անգամ գնաս իրան բարևես։ Եթե մարդը քեզ քո ինքնագնահատականը ամեն հանդիպումից գցում է, ավելի լավ է չհանդիպես այդ մարդու հետ։ Եթե հարազատը չի, եթե ծնողը տա ու անում է, մեկը հանդիպի շահի իրան։ Եթե ինչ որ մեկն ամեն անգամ տեսնելուց քեզ նվաստացնում է, մի շփվիր այդ։ Սրա մասին չի խոսքը, բայց դու պարտավոր ես քո մեջ սեր զարգացնես իր հանդեպ։ Հա? Նայ, ընտրությունը կա։ Պոկել ես։ Դու ես որոշողը։ Բերեմ այնտեղ սեր, թե մարդը մի բան արել, մի անգամից ատելություն եմ գցում։ Բերել եմ, բայց սատանային, ասում եմ մենք պտուղ բերենք մահին։ Ու դու ես որոշողը, ես այնտեղ եմ գցում, թե այնտեղ։ Ամեն իրավիճակում այդ խաղողը հայտնվում է ձեռդ, ինչ պտուղ կտաս, դու ես որոշում։ Հաջորդը առաջին ասում է սեր։ Երկրորդը գիտեք ինչ ասում, ուրախություն։ Ուրախության, գիտես, էլի գալիս է խաղողը, նայ, մեկնել եկավ։ Իրավիճակները, մանավանդ այսօր, չէ, գործ չկա, խառնվել է սաղիրար, աշխարհը չես հասկանում, գժվել է, չի գժվել, չես հասկանում ինչ է կատարում, 4 կողմից անորոշություն է, ուստի հարցը առաջանում, ինչ պտուղ է ծնում քո մոտ։ Չէ, կարա մի հատ նես գործ տայր, вообще կախված չլնե ես նալոգովից։ Հա, ինչ է մոտ է ծնվում։ Ինչ պտուղ է ծնվում, տրտմություն, տրտունջ, չարություն, յախ, քեզ ինչ վիճակ է, թե ուրախություն։ Որտե՞ղ ես որոշում, կարաս բերես, գցես տեղ։ Մարդկա մի անգամից մտածում է, օրինակ, ինձ թվում է մեր Գարիկի այդ խնդիրը չունի։ Ինքը մի ժպտում է։ Դաժե եթե վատ լինի, ինքը ժպտում է։ Գիտես խի, որովհետև հոգու պտուղ ուրախությունը պետք է քո մեջ զարգացնես։ Գիտեք, մի քանի օր առաջ մեր մոտ ազատագրման ծառայություն էր, հիշում եք։ Ինչ որ մեկը մոտեցել էր տղաներից մեկին, ասել էր Գարիկի մոտ չեմ կարող գնամ աղոթի, հիմա ազատագրվեմ։ Լուրջ մոտենում եմ, իր ուրախ դեմքը տեսնում եմ, սաղ կորում ասում է։ Որովհետև այս մարդու դեմքը ուրախ է։ Հա, փառք Տիրոջը։ Փառք Աստծուն։ Տեսեք, ուրախության պտուղը Գարիկի մեջ արդեն դուրս է գալիս, սաղ տեսնում են։ Չեմ հիշում ինչ պատմություն էր, բայց մոտավորապես հենց եմ հիշում։ Մի հատ մեքենա իրան խփել էր, այս վերջերս իր մեքենային դուրս էր եկել, ասել էր
Հոչը վախեցար, սիրելիս։ Հա, գիտես, նորմալ է, գիտես, ինչա ներսից է դուս գալի, այդ պտուղ ինչա զարգանում մեջ հետ։ Եթե արդեն են որ շիկացել է իրականներից ծուխեր դուս գալու այդ րոպեին, մեկն էլ հետևից մի հատ մեքենային է խփում, բնական է Տոմի Ջերիի պես sense կրակները մեջից դուս կգա, հա։ Հին մարդիկ հիշում են այդ մուլտիկը։ Հասկանում եք, մեզնից նա ինչ պտուղ ենք մենք տալի։ Իրավիճակը եկել է, ես կանգնած է։ Ինչ եմ տալի։ Կարամ դնեմ ստեղ։ Վեր կանամ ժպիտով ասեմ, դե լավ ոչինչ լինում է։ Իմ ընկերը երևի մի 30 տարի առաջ գնացել էին Անգլիա վերապատրաստման, իրանց մի հատ մեքենա էին տվել, մեքենայով գնացել էին մի հատ, այն ժամանակ հիշում եք Հայաստանում ոնց էր։ Ամեն վարորդ իր մեքենայի մեջ տապոր ուներ կամ դանակ։ Հայ, սովետի ժամանակ տենց էր, որովհետև հենց խփում էին, դուս էին գալի ու իրար ով կարա ավելի շուտ տա, կապ չունի ով մեղավոր։ Ու այդ ընկերս պատմում ասում եմ, մեզ մեքենա են տվել Անգլիայում, մենք էլ քշում ենք, հակառական դե երթևեկությունը։ Գնացել ու խփել են մի հատ շատ հանգարժեք ինչ որ մեքենա է։ Ասում եմ, մտածեցինք կործանվեցինք, վերջ, էլի, մնացինք ստեղ զալոժնիկ եւ մնանք Բերթում էս երկրում երևի։ Գիտեք, ասեմ մի հատ երիտասարդ տղա դուս եկավ մեջից, այնքան հանգիստ, մոտեցավ, ասես մեքենան մի կողմ ժպտալով, հոծես ոչի բան չի եղել, մեզ է շոշափում, ասում ո բան չի ջարդվել։ Մենք sense նայում ենք, ասում ենք sense խի կարելի է։ Հա, գիտեք, մեզ թարս են սովորացրել, մեր մեջից ուրախությունը հանել են, մեր մեջից բամբասանք են մցրել, տրտմություն են մցրել, ոչի բանից չգոհանալ են մցրել, բայց ասում եմ հոգու պտուղն է ուրախություն, որ քո մեջ այդ ուրախությունը զարգացնում ես, որ անկախ ամեն ինչից դա անգամ եթե դեմքը տխուր է, որովհետև իրավիճակը վատն է, դժբախտություն ա եղել, ինչ որ մի բան ա եղել, բայց ներսիդ հոգուտ պտուղը ուրախությունը մեջ է տա։ Ուրախությունով ես անում ամեն ինչ։ Հաջորդը ինչ է ասում։ Հաջորդ պտուղը ասում է, ըհը, արդեն ընկնում են։ Չենթարկվողներ, ես մեկը չեմ տա ձեզ, ըհը։ Վերջում կարաք հյուրասիրվեք։ Հաջորդ ասում է խաղաղություն։ Խաղաղություն, այս տարի մեր մոտ հիշում եք ինչ տարի է, խաղաղվելու տարի է։ Դու չես էլ պատկերացնում ինչքան է պետք խաղաղվել այս տարի։ Տեսեք, պատահական ոչի բան չի լինում։ Ես տարվա սկզբին տեսա, ինչ որ հոգևորում մկրատ էի տեսնում, որ երկրները կտրտվում են։ Ինձ թվում է այդ process-ը սկսելու է, որ երկրները կտրտվում են, ոնց որ sense, գիտես, ով ոնց ուզենա ու որ երկիր ուզենա կտրի, մոտավորապես այսպես մի բան էր։ Ու այդ իրավիճակը տեսնում եք հիմա իրավիճակը ոնց է։ Բայց գիտես, եթե քո ներքին խաղաղությունը կա, եթե ներքին խաղաղություն ունես, կապ չունի իրավիճակը ոնց է, դու խաղաղության դիրքից ամեն ինչի մեջով անցնում ես։ Հիսուսին տեսեք, նայեք, Հիսուսի այդ 3 տարվա մեջ քանի հատ իրավիճակ կար, որ ինքը պետք է խառնվեր իրար ընկներ ստրեսի մեջ։ Եկել էին ուզում էին քարկոծեին ուրիշի պատճառով։ Շառ էին անում, որ իրան քարկոծեին։ Հանգիստ նստած գրում էր։ Խոսացնում էին, ձեն չէր հանում։ Խաղաղ հանգիստ, գիտես ինչի, որտեվ ոչի բան չի կա իր խաղաղությունը գողանա։ 4 կողմը փոթորիկ է, ինքը խաղաղ բարձի վրա քնած է։ Երբ որ դու վստահ ես դեպի վերև, հա, ներսդ խաղաղություն է լինում։ Կապ չունի ինչ իրավիճակ է եկել, հա, մեր մոտ խաղաղվելու տարի է։ Մի հատ sense որոշում ունես, կամ պիտի խաղաղվես, կամ պիտի բերես գցես տեղ, ես խաղաղ եմ։ Ոչ թե դու քեզ համոզում ես, որ դու խաղաղ ես, դու խաղաղ ես։ Կամ պիտի գցես, կամ նայեք, կա տարբերակ։ Անցի հիստերինը միացնում ես ու խաղաղ ապրում ես, հա, կամ ընկնում ես պանիկայի մեջ, դեպրեսիա, վախ, ոնց պետք է լինի, բա ինչ պետք է անենք, բա վաղը, բա վարձը, բա էս, բա այն, ու գնաց, բերել ես, ու մեզ բերել, սատանային նվեր ես բերել։ Որոշողը ես ու դու ենք։ Հետո վերջում հաշվելու ենք ու մոտ քանի հատ որ դե աշած տեղ տենդեղ։ Տեսեք, խաղաղությունը հոգու պտուղ է, որ պետք է զարգանա քո մեջ գնալով։ Դու պետք է համեմատես քեզ 5 տարի առաջվա հետ ու տենաս, որ այդ հիստերիկը մահացել է։ Ասես հələ ոնց եմ փոխվել։ Ես առաջ լսեի sense բան, վայ կզանգեի այդ Մարգուշի մազերը կփիտեի։
Բայց հիմա անենց ժպտում եմ։ Այս վերջերս մի երկու անթրաշ ինչ որ հիմարություններ էին խոսում իմ մասին։ Ու ինձ ուղարկել են ինձ, ես էլ նայում եմ։ Իրոք հիմարություններ են խոսում։ Ու ես ծիծաղում եմ, ես նայում ու ժպտում եմ, կողքից աղբերներից մեկը սենց կամեր բանով, հեռախոսով նկարում է, ինչ որ մեկին է ոնց որ ուղարկում, ասում է հələ նայ հովիվը իր մասին վատ բաներ են գրում, հələ նայ իր դեմքը նայ, ինչքան ուրախ է ու խաղաղ։ Նկարում էր, որ ուղարկել իրան, տեն որ ես ոնց եմ վերաբերվում դրան։ Բայց գիտես, իմ համար իմ ներսի խաղաղությունը ոչ մեկի գրածից կարևոր չի։ Այսինքն ոչ մեկի գրած իմ ներսի խաղաղությունից կարևոր չի։ Ինչ ուզում է ասեն, ինչ ուզում անեն, եթե ես գիտեմ, ես ով եմ, ես գիտեմ ինչ եմ անում, ես իմ խաղաղությունը չեմ ծախի իրանց վրա։ Հա, ոչ մի կերպով, որովհետև գիտեք, խաղաղությունը թանկ բան է։ Ու դու պիտի կարողանաս այդ պտուղը քո մեջ զարգացնես։ Երբ որ պանիկա ստրես է սկսում, գնա մի հատ 100 դեմը կանգնի մի հատ, ասեմ հատ խաղաղվի։ Մոռացել ես ում երեխեն ես։ Մոռացել ես, նոր երգում էինք մեծ է մեր Աստված։ Հələ մոռացել ես ում երեխեն ես։ Հոդու ես իմ չգիտեմ ում չես հավատում, որ ոչ մի ձև չի կարա իրան օգնի։ Կենթանի Աստծուն ես հավատում, որովհետև մենք ապրում ենք սիրելիս շատ անխաղաղ ժամանակներում։ Ուզում կուլտուրական ու ասեմ շատ բարի ասեմ այդ բառը, էլի։ Անխաղաղ ժամանակներում ենք ապրում, դու ինքդ արդեն հասկանում ես, այս ամեն ինչը ուր է գնում։ Այս ամեն ինչը էլ կանգնել չունի։ Մենք մտանք արդեն այն process-ի մեջ, որ էլ հետ գնալ չկա։ Այդ մտել ենք արդեն, դու կարաս չկասկածես։ То есть մենք գնում ենք արագ տեմպերով ամենա անխաղաղ աշխարհի վիճակին։ Արդեն գնում ենք, էլ հնարավոր չի կանգնացնել։ Ու սրա մեջ դու ընկնես պանիկայի մեջ, սատանան քեզ գողանալու է տանի։ Վախը, ստրեսը, հենց ընկար պանիկայի մեջ, մի հատ ցենց վախ, ոնց պետք է անեմ, պանիկ ատակ։ Ու մեկ էլ իրիկուները արտանում ես, տենում ես սիրտը, չես հասկանում ինչ է կատարում։ Շունչս կդրվում է, սիրտես խփում ախի, որովհետև հոգու պտուղ խաղաղությունը չես զարգացրել։ Պտուղը պետք է աճի, հասունանա։ Էսի ուղղակի խոսքեր չի։ Ես ու դու ջանք պետք է անենք։ Տեսել ես այս խաղողը գիտեք ոնց են արտադրում։ Գիտեք ոնց են անում։ Նախ չգիտեմ, ինչ որ մեկը ասեց, որ շատ վատն է ինքը, ինչ որ բաներ են սրսկում մեջ այդ GMO-ներ են սրսկում, բայց գիտեք ոնց են անում։ Ամեն հատիկները կողքի փչացած պոկում են։ Հաթաթ ամեն մի ճութը մարդ է աշխատում վրանց վրա։ Հաթաթ պոկում է, պուճուրները պոկում են, որ մեծերը սխմեն, մեծանան, տեղ ազատեն իրանց համար, որ մեծ դառնա։ Ամեն հատիկի վրա աշխատում են բանը, աշխատողները, որ պտուղը զարգանա, մեծանա։ Իմ ու քո կյանքն է այս։ Այս պտուղները զարգանում է։ Ու երբ որ հասունանում է, գալիս է իրավիճակը, որ պետք է քաղես ու որոշում կայացնես։ Եկել է իրավիճակ, որ դու պետք է որոշում կայացնես։ Ես բարի եմ, թե չար։ Պտուղը հասունացել է։ Ընկել եմ մի հատ պատմության մեջ։ Իմ որոշման րոպեն է։ Ես ստե եմ գցում, թե տանում եմ ընդ եմ գցում։ Բերել եմ, բայց ում եմ բերել։ Ասում եմ մահվան կարակ բերեք մահվան, կարակ բերեք Աստծուն ձեր պտուղները։ Հաջորդը ասում է երկայնամտություն։ Երկայնամտության թշնամին գիտեք որն է, ես բառ եմ հորինել, այնքան երկար է, պետք է կարդամ։ Հեսա կարդամ ձեզ։ Երկայնամտության թշնամին դա արագասխալ որոշումա կայացումն է։ Այն որ արագ սխալ որոշում ես կայացնում, որ խառնվում ես իրար, անջատում ես ամեն ինչ, հիստերիան մտնում է ու արագ ինչ որ մի հաստատ իմացի, եթե արագ ես որոշում կայացնում, 95-97%-ով դեպքերում սխալ որոշում է։ Եթե նկատել եք ամեն տեսակ այդ կեղծարարները, խափող մարդիկ իրանք աշխատում են քո արագ որոշում կայացնելու վրա։ Հենց հիմա է, եթե հիմա արեցիր, չէ վերջանալու է։ Ու այդ արագության մեջ կարողանում են քեզ խափեն, որ դու արագ տաս, որ չհասցնես ուշքի գաս։ Բայց Աստծո խոսքը ասում է երկայնամի տեղի։ Այսինքն մեր հին հայկական ադաթով ասած Տեր վռազը անջատի քո մեջից։ Հա,
Տեր վրազը անջատին, որ ասում են հո դու Տեր վրազը չես։ Պետք է մենք երկայնամիտ լինենք, մենք գիտես խի ասում Աստծո խոսքը քննեցեք։ Քննել բառը այնքան կարևոր բառ է մեր կյանքում։ Առանց քննելու, գիտեք ինչքան են գալի եղբայրներ մոտս։ Եկավ գիպնոզ արեց, փողոցես տվեցի, խապես փախավ։ Գիպնոզ արեց, 5 րոպեում կարացավ համոզեր, դու էլ արագ առանց մտածել, առանց քննելու, որոշումդ կայացրեցիր, դեմքը ժպիտը կար, բարի խոսում էր, խղճի խայթը մեջը տարտնացավ, ու դու գիտես ինչ արեցիր։ Պիտի լինեիր երկայնամիտ, դու արագության մեջ, այն գումարը, որ Աստված տվել էր քեզ որպես օրհնություն, որ պտուղ բերեիր, դու արագության մեջ տվեց մեկը խափեց քո ձեռքից տարավ, գնաց կազինո, խաղաց գրվեց, բերեցիր գցեցիր տե։ Աստված օրհնել էր, վրայից 10-րդ էր տվել, մաքրել էր գումարը, զոհաբերություն էր տվել, ասենց մնացել էր համով, հավեսով փող, որ գումար որ ծախսեիր։ Մեկ էլ եկավ ու խափեց տարավ 2 րոպե, մինչև ուշք եկար արդեն գիպնոզ արել։ Աստծո խոսքն ասում է երկայնամտությամբ պտուղ բերեք ձեր կյանքերում, որ երկայնամիտ լինես։ Ոչ միտեղ մի վռազի սիրելիս, հա, մի վռազի։ Աշխարհը կամած գնում է իր վերջին, հանգիստ քո համար խաղաղ, հանգիստ այդ տեսարան կինոյի մեջ նայ, ոնց է հեռուստատեսությունով կինո նայում։ Այ մոտավորապես այդ դիրքից պիտի նայես, անգամ եթե կողքդ արկեր են տրակում։ Դու պիտի կարողանաս խաղաղության մեջ ունես, եթե փախնելու տեղը փախնես, պահկվես, սրա մասին չեմ ասում։ Բայց երբեք այդ շտապելու, վախենալու, չգիտեմ, խառնվելու, ինչ որ սխալ որոշումներ կայացնելու մեջ մի գնա։ Եղի խաղաղ, հանգիստ ու ամեն իրավիճակ քննելով շարժվի։ Մանավանդ հիմա մենք ապրում ենք նենց օրերում, որ քեզ խափելն էլ է դարձել 2 րոպե։ Հեռախոսով միջև խաբար ես դնում, բանկիդ քարտը ասում ես ինչ որ մի հատ աֆերիստի։ Հիմա նոր մոդա է, այս մի քանի տարի է շատ տարածված է, որ բերթերից, գաղութներից տղաները քուրիկներին խափում են։ Հեքիաթներ են պատմում ու փողերը տանում են։ Այն էլ ոնց են տանում։ Գիտեք քանի քուրիկի չեմ էլ կարացել կանգնացնեմ, որ ասենք արդեն համոզել են տունը ծախում է, որ ուղարկի, յանի մի տղեն բիզնեսմեն է Եվրոպայում, բայց այդ տղեն գաղութում նստած աֆերիստ է։ Ու տենց էլ ծախում է ու հիմա վարձով է ապրում։ Ինչի, որովհետև արագ էմոցիաների վրա, առանց տիրոջ հոգի, առանց ներսից հաստատման որոշումներ են կայացնում։ Հաջորդը 23 խոսքը սկսում ասում է քաղցրություն։ Մենք մեր մեջից պիտի դառը կորիզը հանենք։ Այն որ ասում են, ինչ մարդ ասում է շատ դառը կորիզ է։ Ուտել չի լինի, այնքան են դեղցի կորիզ է։ Ես սիրում եմ օրինակ դեղցի կորիզը ինքը օգտակար է ասում են, չգիտեմ, բայց դառն է։ Ասում են դառը կորիզ է։ Մենք մեր մեջից այդ դառը կորիզը պիտի հանենք, սիրելիներս, հա։ Մարդկանց հետ խոսալուց, եթե կարելի է մի գտալ շաքարավազ խառնի, էլի, որ մի քիչ քաղցր լինի ամեն, որ այդ դու զգաս, այդ պտուղը քո մեջ զարգանում է։ Չնայած ես այնքան գոհ եմ մեր եկեղեցուց, այն քաղցրությունը, որ ես տենում եմ, աշխարհի ոչ մի ծայրում չկա։ Պարզ ասեմ ձեզ, այն կերական, այն սրտացավ, այն միամտություն, այն հոգու միամտություն կա, սենց հոտ կա մեր եկեղեցու վրա, որ տեսնում եմ, որ ոչ միտեղ չեմ տեսել աշխարհում։ Իհարկե գոհ եմ, բայց էլի մենք լիքը տեղ ունենք հոգու պտուղը զարգացնելու։ Լիքը տեղ ունենք քաղցրանալու։ Հարց են տալի քաղցր պատասխանի։ Տեսեք, մենք ունենք դրվածք եկեղեցում։ Բաներ կան, որ դրված են եկեղեցում։ Հիմա օրինակ դրված է, որ առաջ երկրորդ շարքում ուրիշ մարդիկ բացի ծառայողներից չնստեն։ Հիմա եթե մեկը գալիս է ուզում է նստի, մի հատ տատի է, չի իմացել, եկել է նստում է։ Կարելի իրան քաղցրացել մայրիկ ջան, կներես, չէ՞։ Կլինի մի շարք վերև նստել։ Բայց կարելի ասել մորքուր ջան չես տենում, որ այդտեղ մի հատ լենտ է կպցրած։ Չի տենում մորքուրը շատ է մտածում լենտերի մասին։ Իր ժամանակներում լենտ չկար։ Ոչ միտեղ լենտ չէին կպցնում, հա, այս թազա մոդա է։ Այսինքն այնքան կարևոր է ամեն մեկս մեր շփման մեջ այդ քաղցրությունը լինի, որ մարդիկ տենան, ասեն, առաջ սրա հետ խոսալ չի լինում, այ մարդ անենց դառներ, հիմա անենց հաճելի քաղցրացել է։ Ինչի, որովհետև հոգու պտուղը զարգանում է։ Տեսեք,
կարամ չոր դառը լինեմ, կարամ քաղցր անուշ։ Գնամ ստեղ։ Ինչ եմ բերել եմ, բայց ուր եմ տանում, հա։ Ասма բերեք, մի հատ եմ ուզում այդ տեղը կարդամ։ Որ պտուղ բերեք Աստծուն։ Եվ հաջորդ խոսքում ասма պտուղ բերենք մահին։ Սենց տենես բերելու ես, ուղղակի հարցը նրա մեջ է, թե ուր ես բերում, Աստծուն թե մահին։ Հաջորդ պտուղը ասма բարություն։ Բարություն։ Ես շատ եմ լսել, որ մարդը գնա եկեղեցի, ասի, մտա ես մտածում եի, բոլորը կժպտան, բոլորը ինձ սենց քաղցր անուշ, անենց չար էին։ Մարդիկ ինձ տարօրինակ էին ինձ նայում։ Մենակ ես էի նոր եկած, սաղ սենց տարօրինակ նայում են, ես ինչ խես եկել մեր բոստանը, հա։ Մենակ դու էիր պակաս։ Մենք պիտի չարչելնենք, սիրելիս։ Բարությունը պիտի քեզանից հոսի։ Որ ինչ ուզում է մարդիկ քո մասին ասեն լավ մաթեմատիկա չգիտի, լավ բիզնեսմեն չի, լավ մեքենա չի կարում վարի, լավ չի կարում երգի, բայց գոնե պիտի ասեն այնպես բարի է։ Հետաքրքիր բարի մարդ է։ Իրանից հոսում է այդ բարությունը։ Ու բարությունը գիտես որտեղ է փորձվում։ Նայեք։ Էսի բարություն է, վրա, այս մի կողմը գրած է բարություն, այս մի կողմը չարություն։ Որ հենց միտեղ գցեցի են մի հակառակը ջնջվում է։ Գիտեք երբ է փորձվում ամենաշատը քո բարությունը։ Ամենաշատը փորձվում է, երբ որ քո հանդեպ սխալ բան են արել ու դու ճիշտ ես այդ իրավիճակում։ Ասենք օրինակի համար հեռախոսդ 3000 ռուբլի է վարձդ եղել, բայց 6000 ռուբլի է քաշել MTS-ը։ Ու հարցը առաջանում, ով ես դու այդ ժամանակ։ Երբ որ դու ճիշտ ես, երբ որ մի ինչ-որ իրավիճակում դու ճիշտ ես, դիմացինը սխալ է։ Մի հատ ընկեր ունեմ, այս վիճակն է։ Մի հատ ընկեր ունեմ, այդպես մի հատ իրավիճակի մեջ էր ընկել, ծառայող է ինքը։ Ու իրան շատ վատ էր պահել հեռախոսով։ Որովհետև ինքը ճիշտ էր, ինքը իրոք ճիշտ էր, ինքը մեղավոր չէր տեղ։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, ասում է հենց հեռախոսը անջատեցի, մի հատ Աստծո ձենն եմ լսում, բայց դու ինչ դաժան ես, երբ որ ճիշտ ես։ Պատկերացնում եք իրավիճակը։ Բայց դու, այսինքն գիտեք ինչ էր արել։ Տանանան, բերել գցել էր ստե։ Որովհետև ինքը ճիշտ է, արդարացում։ Այստեղ է փորձվում, երբ որ դու ճիշտ ես, բարի մնում ես, թե չէ։ Երբ որ դիմացինը սխալ է ու դու ճիշտ ես, մնում ես բարի։ Թե քո ճիշտը մինչև վերջ առաջ տանես, տրորես անցնես մարդու վրով։ Հաջորդը հոգու պտուղ, ասում է հավատք։ Հիսուս ասես մի եղի անհավատ, եղի հավատացյալ։ Գիտեք, ես այն հավատքը չի, որ դու ապաշխարեցիր, հետո Սուրբ Հոգով մկրտվեցիր ու Սուրբ Հոգու հավատքի պարգևը իջավ քո վրա։ Երբ որ հավատքի պարգևն իջնում է, դու հավատում ես ու վերջ։ Սրա համար սա պտուղ չի, որ հասունանա, դու այն լինում է, չէ՞ իրավիճակներ, որ ինչ որ մի բանի հավատում ես ու վերջ, կասկած չկա, երբ որ պարգևն է գալիս, կասկած չկա, դու հավատում ես ու վերջ, այդ գերբնական երկնային բան է գալի քո մեջ։ Բայց հոգու պտուղ հավատքը գիտես որն է։ Այն որ այդ հավատքդ գնալով զարգացնում ես։ Երեք հավատում էիր, որ ես հավատում եմ Տերս ինձ աշխատանք է տալի 100,000 ռուբլի աշխատավարձով։ Մի քիչ ստացվեց։ Արդեն հավատքդ բարձրացավ, չէ՞։ Հաջորդ անգամ հավատում ես, որ 1 միլիոն ռուբլյանոց աշխատավարձ ես ստանալու։ Լավ է, չէ՞։ Ինչ որ մեկն ասեց ուր էր։ Պատկերացնում ես ու հավատքդ բարձրանում է, ստանում ես ու քո հոգու պտուղը ոչ թե դու անհավատության մեջ ես գնալով գնում։ Շատ քրիստոնյաներ կան, գալիս են եկեղեցի, այնպես լավ հավատացյալ են։ 5 տարի հետո աշխարհիկներ են իրանց հավատ սովորացնում։ Այնց են ընկի անհավատության մեջ, որովհետև ինչ ասես փորձել է ոչ ճիշտ, չի ստացվել ու հավատքը սառել է։ Էլ այդ պտուղը չի զարգանում։ Իր մոտ միշտ ընդ է գնում անհավատություն։ Ինչ լինի հանուն պոկուն տանում դնում անտեղ։ Ցելիս իշքան մոտենում ես Տիրոջը, իշի հավատքդ այնքան հոգու պտուղը զարգանալու է։
Իշքան մոտենաս Տիրոջը, այն որ հերվից մի հատ կետ ես է տենում։ Քեզ ասում են, այն կետը տենում ես, հա։ Ասում են safe-ա։ Կետա։ Safe-ա մեջ է լիքը գումար։ Նայում ես կետա, մտածում ես կարա լինի։ Հետո գալիս ես մոտենում ես, տեսնում ես, հա, safe-ա։ Հիմա մնում է հավատաս, որ մեջը գումար կա։ Իշքան մոտենում ես, արդեն դուրը բաց է, տենում ես, որ հա, մեջի իրոք գումար է։ Չէ, իշքան մոտենում ես, այնքան հավատում ես նրան, ինչ քեզ ընդ է ասել են, չէ։ Նույնը հոգևորում է, սիրելիս։ Իշքան դու Տիրոջը մոտենաս, իշքան մոտենում ես Տիրոջը, այնքան քո հավատքը աճում է հոգու պտուղը։ Դու սկսում ես արդեն ճիշտ հավատալ։ Ճիշտ բաներ ես հավատում, սխալ բաների չես հավատում։ Ճիշտ ձևով ես հավատում, սպասում ես Տիրոջից։ Թե չէ գիտես, այնքան հեշտ է։ Երկու անգամ ասես, օրինակ, ես հավատում եմ, այս տարի ամուսնանալու եմ, չամուսնացար։ Ես հավատում եմ հաջորդ տարի, այս տարի ամուսնանալու եմ, չամուսնացար։ Երրորդ տարին որ ասում են ամուսնա, երբ ես ամուսնանալ, ասում ես, վերևի սենց է մեռնենք։ Ինչի, որովհետև օդի մեջ չեն հավատում, Տիրոջը մոտենալով են հավատում։ Ինչքան Տիրոջը մոտենաս, այնքան այս հավատքդ բարձանում է ու տանում ես ուղիղուր մեր ամանի մեջ։ Բերել եմ։ Հա։ Հաջորդը ինչ ասում, հեզություն։ Տեսեք, քրիստոնյաները ունեն մի հատ խնդիր։ Մանավանդ քարոզիչները էլ չեմ ասում, մեծ մասը։ Երկու անգամ ծափարում են, երկու անգամ ասում են այո, ալելույա, էլ բռնել չի լինում այդ մարդուն։ Մտածում է ինքը վերջն է։ Իրա նմանը չկա։ Չկա քիզի նման, դունիս աննման։ Էլ կանգնացնել չի լինում։ Մանավանդ այդ Եվրոպա, Ամերիկա, նայում ես, ասում ես, ամր նորմալ սկսել էր, ինչ եղավ այս մարդուն։ Ինչ եղավ։ Տեսեք քրիստոնեության մեջ, նայեք, ես կանգնած եմ այս բեմին։ Ինչքան ես բարձանամ Աստծո մեջ, այնքան ես իջնում եմ։ Գիտես ինչի, որովհետև ինչքան մարդը Աստծո մեջ բարձանում է, այնքան պիտի ինքը ներքև իջնի, որ Աստված երևա։ Հասկանում եք խնդիրը որտեղ է։ Շատերը այդ հեզությունն է, այդ խոնարհությունն է։ Լոպազ քրիստոնյան ոչ մեկի պետք չի։ Լոպազությունը այնտեղ է գցում, նայեք, ուղիղ ընդե է։ Երկու անգամ աղոթեցիր, մեկը բժշկվեց, ազատագրվեց, բրծավ։ Ընդե է։ Մենք այդ Հովանես Մկրտիչի կարգավիճակում ենք։ Ասում են, ինձ պետք է խոնարհվել, իրան բարձրանալ։ Տեսեք, հասկացել էր այդ մարդը մի բան։ Ինձ պետք է խոնարհվել, Հիսուսին բարձրանալ։ Մենք գիտես ինչ կարանք անենք։ Այստեղ էիր։ Աստված մի աստիճան բարձրացնում է, որ դու իջնես։ Ոչ թե ներքև իջնես, սա խոնարհվելն է։ Ինքը մի աստիճան բարձրացնում աստեղ, դու մի անգամից թռնում ես վերև, ասում ես ես էլ կարամ։ Հələ նայեք։ Նայվում, հա։ Հա։ Գիտեք ինքան հեշտ է։ Հա, ինքան է փառք Տիրոջը։ Հիսուսն ասեց, իմ նման եղեք, ես հեզ եմ ու խոնար։ Նկատում եք, եկան բռնեցին, որ թագավոր սարքեն, փախավ գնաց անապատ։ Ինչ է, բան չունենք իրանից սովորելու։ Այսօր մեկը երկու անգամ ծափարում են, դառնում է թագավոր։ Մեկը 3 հոգյանոց հիմնարկի ղեկավար է դառնում, հետ էլ խոսալ չի լինում։ Էն էլ մեր հայերի մոտ։ Ես ախ եմ քաշում, մտնեմ մի հատ հանգարժեք ռեստորան, հայկական, ու տեսնեմ ռեստորանի տերը սեղանը մաքրում է իմ դեմը։ Ախ եմ քաշում։ Գիտեք, ամբողջ աշխարհում դա սովորական բան է։ Երբ որ ղեկավարը ինքը տենում է, օֆիցիանտները չեն ասում, գնում առանց մտածելու, սեղանները կմաքրի, զակազներն ինքը պատվերներ կընդունի։ Բայց մեր ռեստորանատերերը պատշգամբով, պարտադիր, հա, sense գալիս է ինչ կա, շատ կա, աղջի մի հատ մաքր չես տնում մարդը։ Նայում ես էլի, արդեն պետք չի հասկանալ։ Այս վերջերս մի հատ հիմնարկում էի, բժշկական հիմնարկ էր։ Շեֆը մտավ։ Սենց այդ շփում էինք, նենց հաճելի շփում էր, այդ երեխեքը ինչ որ
Սիրտս են ստուգում ու խոսում ենք, զրուցում ենք։ Մեկ էլ գիտեք ինչ տեղի ունեցավ։ Երկու հոգի մտան, ինձ պետք չէր ուղեղս աշխատացնեմ, որ իմանամ որն է շեֆը իրանցից։ Գիտեք ոնց մտավ, այդ հիմնարկի տերն էր։ Տերը չէ, դիրեկտորը ընդամենը։ Տերը ուրիշ երկրացի էր։ Բայց նես մտավ, այսինքն ու գիտեք, մի անգամ էս երեխեքը sense գաստ կանգնեցին, այսինքն քարացած, որովհետև եթե չկարանային գործից կհաներ երևի։ Ու ձեն չեն հանում, մինչև այդ նորմալ խոսում էին։ Մտավ sense ու գնաց։ Ասում դիրեկտորն էր, ասում հա, երևում է պետք չի ասել դա։ Հա, ասում է հեզություն։ Մենք պետք է մի քիչ հեզություն սովորենք, սիրելիներս։ Մարդը պետք է մեզ նայելով ասի, «Օ, լսի, չես ասի, ես գիտեի sense, ես գիտեի նենց, բայց կարքին տղա է։ Նորմալ հանգիստ, լես լավ քուրի կա։ Էս ինչի տնորենն է, բայց հետը խոսալուց կյանքում չես զգա»։ Հաջորդը, վերջի պտուղը 9-րդ ասում է ժուշկալություն։ Այսա շատ է պետք։ Ժուշկալություն, այն որ նոր ասում է, սենց պատշգամբի մասին հիշում եք, սա պատշգամբով եղբայրներին մանավանդ շատ է պետք։ Ժուշկալություն։ Ժուշկալությունը գիտես ինչ է, երբ որ կարողանում ես ոչ ասես։ Նայեք։ Իմ առաջ բերել են դրել են համով կերակուր։ Արդեն լավ կուշտեմ, բայց ախր աշկը սզում է, ու հիմա հարց է առաջանում։ Պտուղ պիտի տանեմ, պիտի բերեմ, հիմա կամ պիտի բգլիկությունս միացնեմ ու բերեմ գցեմ ստե, կամ պիտի ես իմ ձեռին խփեմ, ասեմ խելոք մնա։ Էլ չեն կուտում։ Խելոք, սուսպուս, այդ օպա։ Այսօր գիշեր հանգիստ կքնեմ, գիշերը 3-ին չեմ արտանա տանջվեմ ուտելիքի պատճառով։ Տեսեք ինչքան լավ է, երբ որ ժուշկալությունը գիտեք ինչու է արտահայտվում, որ կարողանաս ոչ ասես, համ մարմնիդ, համ քեզ, համ ուրիշներին, համ լիքը հարցերում ժուշկալ լինես։ Հա որ ասես, հա ոչինչ լավ, ագահություն անեմ, ես էլ քաշեմ, ես էլ տանեմ, մի հատ էլ ավել ուտեմ։ Տեսեք, այս տարի այնքան լավ հնարավորություն կա ժուշկալությունը միացնելու։ Հիշում եք ցմահ ծոմի մասին։ Գիտեք, դա իդեալական տարբերակ է, որ քո մեջ հոգու պտուղ ժուշկալությունը բարձրանա։ Գիտես ինչի՞։ Որովհետև ամեն անգամ բան են դնում դեմդ, որ ուզում ես, բայց մտածում ես, չէ, չեմ ուտի, որովհետև այս տարի չեմ ուտելու։ Ծոմը շատ ուժեղ անտիժուշկալություն է հենց, անտիագահություն է, չգիտեմ ոնց ասեմ, անտի այդ բնավորությունը մարդու էլ, ասենց ինձ քաշեմ, վերցնեմ, օգտվեմ, ես էլ անեմ։ Ու խոսքը ասում է զարգացրու այդ պտուղը։ Այսինքն ես պիտի ժամանակ առ ժամանակ ինձ ստուգեմ։ Կարող եմ մի քիչ շատ եմ, կորցրել եմ ժուշկալությունս, կարող է հեզությունս կորցրել եմ, կարող է սկսել եմ մի քիչ լոպազ բաներ անել։ Ես վերջերս ոնց որ մի քիչ հավատքից ընկել եմ։ Էլ ոչի բանի չեմ հավատում։ Չարացել եմ մի տեսակ։ Սա հանդե է գնում։ Ինչ որ սկսել եմ դառը կոպիտ խոսքեր ասել մարդկանց։ Վերջի 2 տարին ինչ որոշում արագ կայացրեցի, սա սխալ դուս եկավ։ Երկայնամի տեղի, այս պտուղը կորցրել ես։ Տեսեք շարունակության մեջ ասում է այս պտուղները, ասում է այսպիսիների դեմ օրենք չկա։ Բայց նրանք, որ Քրիստոսին են, իրանց մարմինը խաչը անեցին կիրքերով եւ ցանկություններով միասին։ Հոգու պտուղի ամենաարագ աճելու տարբերակը գիտես որն է, երբ որ մարմինդ խաչն ես հանում։ Հենց դատչիկդ գալիս է, էսի մարմինն է օգուտ, թե հոգուն։ Հենց մարմինը ասում ես, չէ, մարմինը խաչված է, մեռել է։ Մեռածին ուր գնամ, տեղից արթնացնեմ։ Արդեն դու հասկանում ես, որոշումը պետք է հոգու կողմը անես։ Որովհետև, գիտես, այս առաջարկը միշտ կա։ Բայց հիմա ապրում ենք մի ժամանակներում, որ եթե սա լիքը չեղավ, եթե ստե բան բերած չեղար, այսինքն լիքը պատրաստած չեղար, չէ, սատանան խաբելու է տանելու է մարմնի գործերի մեջ։
տանելու է կործանի։ Հիմա այնքան հեշտ է մարդուն խաբելը։ Գիտեք, ինչքան մարդիկ են ասում, ես էլ չիմացա ոնց հեռախոսից մեջ էի։ Մեկ էլ էս կնոպկան սխմեցի, սա սխմեցի, մի հատ պիղծ էջամ 4 ժամ մեջ մնացի։ Չիմացա ոնց 2 րոպեում։ Այնքան հեշտ է մարդուն խաբելը։ Հիմա այս պատուղները, գիտեք, սենց ադիբունին տեսել եք, որ ուռում է։ Այսից պտպտալով ուռում են, րոպե պտուղներ է գալիս, պետք է որոշում արագ որոշում կասնես։ Ստե եմ գցում, թե տանում եմ ընդ։ Բայց գիտես ինչն է լավ, որ սենց այն բաներից չլնես են։ Գիտես որն է լավը, որ սենց կանգնես ստեղ, խոսում ես մարդկանց հետ, գցում ես դու։ Բարություն, քաղցրություն, հեզություն, դու ապրում ես քո համար, գնում անգնում ասես, լեցվում է, դու քո համար ապրում ես, էլ չես մտածում, հիմա ընդ գնամ թեստե, երբ որ մոտենում ես Աստծուն, Տիրոջ հետ մտերմությունդ հաստատում ես, ես ինքնաբերաբար սկսում այս պտուղը աճել, հալեցնում ես դե, հալեցնում ես, այս ամաններ ինչքան լսես, այնքան մեծանալու է, այս ամանում միշտ տեղ կա, մի անգամ էլ կարդամ, նայեք ինչ ասում, որ պտուղ բերեք Աստծուն, Հռոմեացիս 7:4-ում եւ 7:5-ում ասում է մենք պտուղ բերենք մահին։ Այս երկուսի արանքը միշտ կանգնած ես։ Ու ամեն ինչ հենց քեզանից է կախված, որ կողմ ես տալու այդ պտուղը։ Քո ապագան է դրանից է կախված, ասում է իրանց ժառանգությունից զրկվեցին նրանք, որոնք որ պտուղ բերեցին մահվանը։ Եվ 25 խոսքում ասում է եթե հոգով եք ապրում, հոգով վարվեք։ Եթե հոգով ես վարվում, օր-օրի կդառնաս ավելի խաղաղ, ավելի սիրով լցված, ավելի ուրախ, ավելի հեզ։ Ամբողջ խնդիրը նրա մեջ է, ոնց ես վարվում։ Մատթեոս 7:18-ում տեսեք ինչ ասում։ Չես կարա բարի ծառը, Հիսուսի խոսքերն է, չի կարա բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել։ Չի լինի, տեսեք, ես չեմ կարա ստեղից մի հատ խաղող հանեմ, դաժանություն, սպանություն, անառակություն, մի հատ խաղող, կարևոր չի ինչ եմ հանել։ Մարմնի գործերից հանեմ, քանի մարդ չի նայում, գցեմ ստե։ Գիտես երկնքից ոնց կծիծաղեն վրես, իրանք քո տենում են։ Չի լինի, այս եթե խաղել ես արդեն պատրաստել ես, հենց գալու է ընկնի ստե, բերել ես ստեղ։ Ասում է չես կարա չար ծառից, բարի ծառից չար պտուղ եւ չար ծառից բարի պտուղ։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, կտրվում է կրակի մեջ գցվում։ Ուրեմն իրանց պտուղների ճանաչեք նրանց։ Ոչ թե ամեն ինչ Տեր ասողը կմտնի երկնքի արքայություն, այլ նա, որ կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Տեսեք, եթե ձեռդ ես վազնա, ինչ ուզում ես ասա, ոնց ուզում ես խոսա, ուզում ես ամբողջ օրը Հիսուսի անունը տուր։ Եթե այս վազը քո ձեռն է, ասում է, չես կարա մտնես երկինք։ Ամեն ասում է իմ Տեր ասողը չի մտնի երկինք, այլ այնը որ իմ հոր կամքն է անում։ Այս վազը ձեռս, գիտես ինչ, այն որ ասում ասկի մոտ չթողեցին դռներին, այսքի երկնքի դռներին մոտ չեն թողի, որտեվ այս վազը երկնքի հետ կապ չունի։ Այս ամանի մեջ անտի երկինքին է, ամեն ինչ երկնքին հակառակ է, այն ինչ որ Աստված ասել է մի արա, այս ամանի մեջ է։ Նայեք ինչ ասում, հազիվ էլ էլի, հազիվ։ Նայեք ինչ ասում երկրորդ օրինաց 20-րդ գլուխը, 20 խոսքը, բայց այն ծառերը, որոնք ճանաչում ես, թե ուտելու պտուղ չեն բերում, նրանց փչացնես եւ կոտրես, ինքը իրան ընկավ։ Ասում այն ծառերը, որ պտուղ չեն բերում, կարևոր բառ ասում։ Այն ծառերը, որ ճանաչում ես, թե ուտելու պտուղ չեն բերում։ Այսինքն պտուղը կա, բայց ուտելու բան չի, դառնա։ Այս եմ պտուղը չի, որ մեզ պետք։ Ասում է դրանք փչացնես, Մովսեսին Աստված պատվիրում է։ Եփեսացիս գրքում Պողոսն ասում է, մասնակից մի եղեք խավարի անպտուղ գործերին։ Էդի պտուղ չի որտեն մեկ, էդի սուտնա սատանայի։ Էդի լեղի է։ Պտուղը ստե է։ Ինքը ապահով է։ Սրան ձերշտակ, բայց սրանից կարակ հյուրասիրվեք հետո։ Հա, սա հետ գործ չունեք։ Հա, փառք Տիրոջը։ Ես խնդրեմ ոտքի կանգնես,
վերջի տեղն եմ կարդում, հետո մենք հաղորդություն ունենք այսօր, կարևոր։ Տեսեք ինչ ասում Աստվածաշունչը։ Առաջի Հովհաննես 2:15 Մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ այն, որ աշխարհի մեջ է։ Եթե մեկը աշխարհը սիրի, հորսերը նրանում չկա, որովհետեւ ամեն ինչ, որ աշխարհում է, մարմնի ցանկությունն է, աչքերի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանությունը, հորիցը չէ, այլ աշխարհիցն է։ Եվ 17 խոսքը շատ կարևոր խոսք է։ Այս հենց այսօրվա մասին է այս խոսքը։ Եվ աշխարհը անցնում է, եւ նրա ցանկությունն էլ, բայց Աստծո կամքը անողը մնալու է հավիտյան։ Հա, փառք Տիրոջը։ Նայ, աշխարհը իսկականից անցնում է։ Հենց հիմա այս աշխարհը անցնում է։ Քո ճանաչած աշխարհը կարող է մի ճարի հետո անգամ չճանաչես դու, որովհետև ինքը անցնում է ու շատ արագ անցնում։ Բայց ինչ է ասում, աշխարհը անցնում է եւ նրա ցանկությունն էլ։ Այդ էժան ցանկություններով սատանան փորձում է քեզ երկնքից հեռու պահի։ Էժան են, գիտես, են պրիմիտիվ են կենթանական ցանկություններով կներես, որ սենց եմ ասում։ Փորձում է մեզ գողանա Աստծո ձեռքից, ասում է, բայց Աստծո կամքը անողը մնում է հավիտյան։ Աստծո կամքը անողը հավիտյան է մնում, սիրելիս։ Ու եթե ուզում ենք Աստծո կամքը անենք, պիտի մենք մոտենանք իրան։ Պիտի հպվենք իրան, պիտի լինենք իր հետ, պիտի իր մասին մտածենք։ Չեմ կարա ես առավոտից երեկոն մտածեմ ոնց մարդկանց խաբեմ ու դրա մեջ Աստծուն տենամ ու Աստված պտուղ զարգացնի իմ մեջ։ Չեմ կարա։ Ես պիտի իմ ուշքի միտքը Աստվածն իր հետ խոսամ, իր ուզածը անեմ։ Դրա մեջ արդեն հոգու պտուղը զարգանում է մեր կյանքում։ Եթե հոգու պտուղն եղավ, տեսեք, այդ 9 պտուղը, որ քո մեջ եղավ, չէ՞, դա չես կարա թաքցնես։ Մարդիկ գալու են քեզ քսվեն, այսինքն ասեն, կլինի մի հատ կպնեմ քեզ, քեզնից շաքարա գնում, կլինի կպնեմ մի քիչ վերցնեմ։ Ուզում եմ երկու բառը դդ խոսամ։ Հեշտ լսել եք, ասում են, «Էս ինչ աղբոր կամ էս ինչ քրոջ հետ մի քիչ խոսացին, հենց խաղաղվեցի»։ Ոնց որ թե բան չասես, սովորական բան ենք խոսում, բայց հենց խաղաղվեցի։ Գիտես ինչի՞, որովհետև իր մեջից հոգու պտուղը դուրս է գալիս ու լցվում է քո վրա։ Իր մեջ զարգացել է այդ պտուղը։ Բայց որ մի հատ աղբոր հետ խոսում ես ու մեջ այդ պանիկա է, դա լավ չի։ Ասում ես, լսի, այնց դատապարտության տակ եմ ընկնում հենց իր հետ խոսում եմ։ Որտե ինչ որ տարօրինակ ձևի խոսում է, հոգևոր բաներ է խոսում, սենց այն լոպազներից է, էլի, որ ամեն ինչ գիտի։ Ունես բաներ է խոսում, դու սկսում ես դողալ արդեն, մտածում ես, այս դժոխքը գալու է քեզ տանի։ Բայց մի հենց կողքինի հետ խոսում ես, խաղաղվում ես, սեր է գալիս, հանգստանում ես, ինչի, որովհետև հոգու պտուղը մեջը կա։ Դա չես կարա պահես։ Այդ երևում է։ Երևում է ինքը պտուղ է տալիս, ամեն։ Էն էլ այս անխաղաղ վիճակում առավել եւս մենք հոգու պտուղի կարիք ունենք, որ մեր մեջ ամենուր աճի։ Որ մենք խաղաղվենք, հանգստանանք։ Դրա համար ուզում եմ հիմա մի հատ աղոթենք իրար հետ։ Աղոթենք, որ գիտես Աստված չի տալու երկնքից հոգու պտուղը։ Աղոթենք, որ ամեն մեկս մեր մեջ զարգացնի դա։ Տենա, եթե ինքը սիրո պակաս ունի, ասի նենց անեմ մի քիչ, սկսեմ մարդկանց հետ ավելի սիրով խոսալ։ Քաղցրության պակաս ունես, որոշես ավելի քաղցր եմ լինելու։ Հեզության պակաս ունես, ասես հերիք էլի ամեն տեղ ինձ ցույց տամ։ Արի մի հատ փուքսը թողի, մի հատ ուշքի արի, մի հատ իջի։ Ինքդ սկսես քո հետ աշխատել։ 9 պտուղա կարաստանը երկար նայես, ուսումնասիրես ու սկսես ամեն մեկի վրա աշխատել քո կյանքում։ Ամեն։ Տեր Հիսուս, օրհնում ենք քո մեծ ու սուրբ անունը։ Գոհանում ենք քեզանից ամեն ինչի համար։ Շնորհակալ ենք քեզանից Սուրբ Տեր, որ դու մեր մեջ աճացնողն էլ տնկողն էլ դու ես, Տեր։ Մենք խնդրում ենք ուղղակի Տեր, օգնի ամեն մեկիս իր բաժինը անի, որ ամեն մեկիս մեջ այդ հոգու պտուղը մեծանա, դուրս գա ու բերենք քո առաջ, Տեր։ Բերենք քո առաջ որպես պատրաստի պտուղ, որպես պատվիրատուի, բերենք ու ասենք պատվերդ կատարված է, Տեր, քաղցրությունը կա, սերը կա, ժուժկալությունը կա, երկայնամտությունը կա, բոլոր պտուղը կա, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով։
թող քանդվի ամեն տեսակ անպտղության արմատ ամեն մեկի կյանքից դեր։ Թող քո օրհնությունը իջնի ամեն մեկի վրա։ Թող պտուղը հոգուտ այնքան զարգանա, որ մարդիկ ամեն անգամ իրանց հետ հանդիպելուց լցվեն այդ պտուղով, իրանք էլ լցվեն նրանով, ինչ որ ամեն մեկից մեջ կլինի Տեր։ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք ամենակարող Աստծուն։ Գիտես որ նա լավ ցուցանիշ, այդ որ պտուղը գործում է, այն որ մեկը հետդ խոսա, հետո գնա ուրիշներին, ուղղակի հանդիպի մի քիչ խոսա, գնա ուրիշների մոտ ասի լսի։ Այն նարինների հետ խոսալու քեֆս բերում է։ Լսել եք, չէ՞, տարածան, քեֆս բերում է։ Այ որ խոսան քո հետ, շփվեն քո հետ, նայեն քեզ, լսեն քեզ ու մարդկանց քեֆը բերի։ Որ ասեն, լսի, ոչ մի խելոք բան չասեց։ Ինչ ասեց, ամեն ինչ գիտեի, բայց մոտս բան փոխվեց։ Այդ նշանակում է պտուղը գործում է։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Բերում ենք, մնում է իմանանք ուր ենք բերում ու ինչ ենք բերում, սիրելիս։ Ամեն ինչ մեր ձեռն է։ Տեր օրհնի քեզ, մենք այսօր հաղորդություն ունենք, բայց ինչպես գիտեք, մինչև հաղորդությունը մի կարևոր բան կա, որ պիտի անենք, եւ ես ուզում եմ հարցնեմ, կա մարդ, որ այսօր առաջի անգամ է, եթե առաջի անգամ ես, պարզի ձեռքդ ողջունենք քեզ, Տեր օրհնի քեզ, Աստված օրհնի ձեզ, տեսնում եմ տարբեր տեղեր ձեռքեր, սիրելիներս, մի բան եմ ուզում խնդրեմ ձեզ, եթե դու առաջի անգամ ես, մենք այսօր պիտի հաղորդություն ընդունենք, բայց այնքան կարևոր է, որ մինչև հաղորդություն ընդունելը դու գաս առաջ, մենք իրար հետ մի աղոթք անենք, որ գանք Հիսուսին մեր կյանք ընդունենք, որ կարողանանք հաղորդություն ընդունել։ Դրա համար եթե առաջի անգամ ես, դեռ այսպիսի եկեղեցում չես եղել, կյանքը չես տվել Տիրոջը, եկեք առաջ, խնդրում եմ, մենք իրար հետ մի աղոթք կանենք, լավ։ Ես էլ կիշնեմ, դուք էլ եկեք իրար հետ աղոթենք։ Տեր օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ շատ, բարով եք եկել, Աստված օրհնի ձեզ, Փառք Աստծուն, բարով եք եկել, Տեր օրհնի ձեզ, հրաշք օրհնված ելնես, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, Աստված օրհնի, Տեր օրհնի ձեզ, Փառք Աստծուն, Աստված օրհնի ձեզ, շատ ուրախ եմ, Տեր օրհնի ձեզ, բարով եք եկել, Աստված օրհնի ձեզ, Փառք Աստծուն, Տեր օրհնի ձեզ շատ, ես գնամ են կողմն էլ բարևեմ, Աստված օրհնի ամեն մեկից սիրելիներս, Տեր օրհնի ձեզ, բարով եք եկել, Աստված օրհնի ձեզ, Պուս Բог благословит вас, բարով եք եկել։ Ես սպասում եմ ու շատ ուրախ եմ, որ դուք գալիս եք, ես կարող եմ մի ժամ էլ սպասել։ Տեր օրհնի ձեզ շատ, Աստված օրհնի ձեզ։ Փառք Աստծուն, գիտեք ինչ ենք ձեզ հրավիրել, մենք ուզում ենք այսօր ձեզ պատվենք առաջինը։ Մենք հիմա հաղորդություն ենք ընդունելու, բայց մինչև հաղորդություն ընդունելը մի կարևոր գործ կա, որ ես ու դու իրար հետ պիտի անենք, մի աղոթք պիտի անենք։ Ինչի համար է այդ աղոթքը։ Սիրելիս, մենք գալու ենք Հիսուսի առաջ ու ասենք Տեր Հիսուս, մինչև հիմա ինչ արել եմ կներես։ Ներ իմ մեղքերը։ Կյանքս քեզ եմ տալիս, էլ չեմ ուզում տենց ապրեմ։ Հերիքա սատանան խափի, այդ տանի տանջանքի, անքուն գիշերների մեջ, ցավի ու տառապանքի մեջ։ Ես ուզում եմ դու իմ կյանքը ղեկավարես։ Ես հավատում եմ, որ դու հենց իմ համար խաչվել ես իմ մեղքերի համար։ Շատ կարևոր աղոթք է, սա կոչվում է ապաշխարության աղոթք, որովհետև Հիսուսը քո համար, հենց քո ստի, քո հայոյության, քո ցանկացած մեղքի համար գնացել է խաչը, իմ ցանկացած մեղքի համար գնացել է խաչը։ Հա ինքը մեր մեղքերի համար խաչվել է։ Հիմա այն օրն է, որ դու ասես Հիսուս, կներես, որ ես մեղքեր եմ գործել, շնորհակալ եմ, որ դու իմ տեղը խաչվել ես, կյանքս քեզ եմ տալի։ Այդ աղոթքից հետո նոր դու կարող ես մեր հետ հաղորդություն ընդունել, որովհետև մենք ընդունել ենք Հիսուսի մարմինն ու արյունը, դու պետք է Հիսուսի սեփականությունը լինես, որ այդ ընդունես։ Բացի այդ էլ առաջնային ինչը կարևոր է այս աղոթքի մեջ, դա կոչվում է փրկության աղոթք։ Աստվածաշունչը ասում է, եթե մեկը այս աղոթքը անում է, իր անունը գրվում է կյանքի գրքի մեջ։ Ոչ թե նրա համար, որ դու լավն ես կամ ես լավն եմ, չէ, ինքն է լավը։ Դու իրան ասում ես Հիսուս, էլ ես չեմ, դու ես։ Կյանքս քեզ եմ տալ։ Ինքն ասում է, դե տալիս ես կտանեմ իմ մոտ քո կյանքը։ Քո անունը գրվում է կյանքի գրքի մեջ։ Դու դառնում ես Հիսուսի ժառանգակիցը։ Դրա համար եթե պատրաստ ես, սիրելիս, խնդրելու եմ աշկերտ փակես ու իմ հետ կրկնես, լավ։
ովքեր համացանցով են նայում, դուք եմ հետ կրկնեք։ Ուղղակի աշկերտ փագի իմ հետ կրկնի, ասա երկրային արքա, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ արած բոլոր մեղքերի համար եւ հրաժարվում դրանցից։ Ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Եկ թագավորի իմ կյանքում եւ մկրտի ինձ քո Սուրբ Հոգով։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, Տերը օրհնի քեզ։ Փառք Աստծուն։ Գիտես, միգուցե ասես ինչ արեցի, որ մի հատ կարճ աղոթք արեցի։ Պողոս Արաքյալն ասում է, եթե մեկը հավատքով է աղոթք անում, իր անունը գրվում է կյանքի գրքում, որովհետև Հիսուսը գալի քեզ գրկում է։ Ասում է, եթե ես քո Տերն եմ, դե կտեսնես Տերը ոնց է լինում։ Սրանից հետո։ Այնպես որ բարի գալոս Աստծո ընտանիք սիրելիներս, եթե կուզեք աղոթենք մի հատ ձեր համար, աղոթենք օրհնենք ձեր տները, հա? Համաձայն եք, դալիս պարզի ձեռքերդ աղոթենք օրհնենք իրանց։ Երկրային արքա մենք խնդրում ենք քո օրհնությունը իջացնես մեր քուր եղբայրների կյանք։ Թող քանդվի ամեն կապանք, թուղթուգիր, ամեն անեց, ամեն սխալ խոսք ու ուրճակում իրանց կյանքերից, իրանց ընտանիքներից։ Հիսուսի զորավոր անունով մենք հռչակում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրհնությունները, հրաշքները, զորությունը, կրակը, ներկայությունը ամեն մեկիդ վրա, բժշկությունն ու առաջնորդությունը ամեն մեկիդ վրա ու ձեր ընտանիքների վրա։ Հիսուսի զորավոր անունով օրհնում ենք ձեզ, ձեր ընթացքը ու տալիս ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքերի մեջ ու ասում ենք Տեր Աստված վերցրու առաջնորդի տար քո կամքի մեջ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Աստծուն։ Աստված օրհնի քեզ։ Սիրելիներս, տեսնում եք մեր եղբայրը քույրը այնտեղ կանգնած, մենք ձեր համար մի փոքր նվեր ունենք, սա նոր կտակարանն է, որ ուզում ենք ձեզ նվիրել, համել ուզում ենք ծանոթանանք ձեր հետ, բայց դա վերևում է լինելու, մինչև որ կգնաք իրանց հետ, մի կարևոր բան կա, որ պիտի անենք։ Մենք հիմա հաղորդություն ենք ընդունելու բոլորովս, ուզում ենք ձեզ պատվենք, առաջինը դուք ընդունեք։ Դրա համար խնդրելու եմ մնաք ձեր տեղերում, չշարժվեք։ Հիմա սեղանները կդնեն, ես հաղորդության խոսքը կասեմ, հետո դուք առաջինը կմոտենաք, գինին հացը կվերցնեք, կգնաք ընդեք ընդունեք ու մեր քրոջ եղբորը կբարձրանաք վերև, լավ։ Աստված օրհնի ձեզ։ Ես կխնդրեմ բերեք, հա, հաղորդությունը։ Ուղղակի մնացեք ձեր տեղում։ Փառք Տիրոջը։ Տերը օրհնի ձեզ։ Գիտեք, Հովհաննեսի ավետարանում, Մատթեոսի ավետարանում ներողություն գրված է 26-րդ գլխում 26-րդ խոսքում Հիսուս աշակերտների հետ նստած էր ոնց որ թե սովորական զատիկ էին անում, հերթական զատիկը բայց մի բան սկսվեց Հիսուսը վեր կացավ եւ գիրեք աշակերտները դեռ հաց էին ուտում ինչ որ բան սկսեց անել որ իրանց համար շատ անսովոր էր մինչև այդ արդեն զգուշացրել էր ասել իմ մարմինը պիտի ուտեք իմ անունը խմեք բոլորը զարմացել էին չէին հասկանում լիքը մարդիկ թողեցին գնացին Հիմա եկել է այդ օրը, որ ինչ ասել էր, որ պիտի անեն։ Ու գիտեք, աշակերտները ուղղակի հաց են ուտում։ Հերթական զատիկն են նշում։ Եվ գրված է այսպես. եւ նրանք դեռ ուտում էին, Հիսուսը հացը առավ, օրհնեց, կտրեց եւ տվեց աշակերտներին ու ասեց առեք կերեք, սա իմ մարմինն է։ Պատկերացնում եք աշակերտների վիճակը։ Մինչև այդ ուղղակի հաց էին ուտում, հիմա Հիսուսը իրանց նոր հաց է տվել, արդեն օրհնած, ասում է, այս էլ հաց չի, սա իմ մարմինն է։ Եվ բաժակը առավ, գոհացավ, նրանց տվեց եւ ասեց. խմեք դրանից ամենքդ, որովհետեւ այդ է իմ արյունը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողություն մեղած։ Տեսեք, մենք նոր ասեցինք, որ մեր քույր եղբայրները այսօր ընդունեցին Հիսուսին, այս արյունը, որ Հիսուսը թափել է իրանց համար, իրանց մեղքերը թողեց։
Հիսուսը մաքրեց իրանք նոր արարած են։ Այդ հին մեղքերը ձեր էլ չկա, մոռացեք։ Դուք նոր Հիսուսին ընդունեցիք, արունը մաքրեց ձեզ։ Եվ հետաքրքիր է, Հիսուսը վերցեց հացն ու գինին, ասեց՝ սա իմ մարմինն է, սա իմ արյունն է։ Ամեն անգամ արեք սա ու հիշեք իմ մահը։ Հիշեք, որ ես խաչվել եմ ձեր համար, ես իմ կյանքը տվել եմ ձեր համար, որ դուք ապրեք։ Այսօր մենք հիմա օրհնելու ենք սա, առայժմ դեռ հաց ու գինի է, օրհնելու ենք, որ դա դառնա սուրբ հաղորդություն, որ մենք ընդունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին մեր մեջ, Տիրոջ մարմինն ու Տիրոջ արյունը։ Դրա համար ես խնդրելու եմ պարզես ձեռքերդ, ամեն մեկը պարզեք, օրհնենք այս պարգևները։ Երկնային արքա, մենք խնդրում ենք քո օրհնությունը իջացնես այս պարգևների վրա, որ մենք ընդունելով այն, ընդունենք քեզ, քո արյունը ու քո մարմինը, Տեր։ Մենք օրհնում ենք այս պարգևները, երկնքի երկրի առաջ ու հռչակում ենք սուրբ հաղորդություն Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, փառք Աստծուն։ Ես կխնդրեմ ծառայողները կանգնեն։